Եթե կա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ, ինչ կապ ունեն, որ դու փակում ես իրենց բոլոր ձեռնարկությունները։ Խոզարկություններ են։ Ինչ միաժամանակ փակում ու խոզարկություն ես անում, բայց այդ մարդկանց մասինով ով պետք է մտածի այդ մարդկանց մասին, որ չեն աշխատում։ Արարատ ցեմենտ արդեն Իդեպ աշխատում է։ հա, դե չգիտեմ, ապօրինությունն է, չգիտեմ, սարսափելի է այս բացահայտ անթակույց ապօրինությունները, ոնց որ եկեղեցու նկատմամբ էր, ոնց որ հիմա Ծառուկյանի նկատմամբ, այդ քրեական գործը բավականին լույս սփռվեց այդ գործի վրա, երբ որ փաստաբանները հրապարակեցին փաստաթղթեր։ Գագիկ Ծառուկյանին համարում են, որ ինքը պետք է տուժող լիներ այս գործով, այդ Իրանի հետ կապված, բայց փաստորեն մեղադրյալ է։ Գիտեք, դատական ակտով հաստատված վճիռ, որ կողմը, մյուս կողմը Գագիկ Ծառուկյանին պետք է տա 14.5 միլիոն դոլար։ Այդ թուղթը հրապարակել են փաստաբանները դատական ակտով։ Հիմա ինչու՞մն է մեղադրվում, այդ որ ասում ես նախապես պետք է բռնեմ այդ եռագլուխ հրեշին, սենց չգիտեմ։ Ընդ որում այդ հրեշի, այդ հայտարարությունը հրեշի մասին հենց ինքը չէ առաջինը սկսեց եռագլուխ։ Հա, իհարկե։ Ինքը ներմուծեց հանրության շրջանում։ Իսկ դու մի ասա, իրանք օրգանիկ քվեներ են ստացել։ Դու եւ օրգանիկը ինչ կապ ունեք իրար հետ ընդհանրապես քպան։ Մա ձեր պահվածքը նայեք, դուք ոնց կարող է օրգանիկ քվեներ ստանայիք, մենք էլ հիշում եք, չէ՞, մենք բոլորս կոռուպցիայով ենք, կաշառքով ենք ձայն տվել։ Ով որ իրան ձայն չի տվել, դա կաշառքով է տվել, գիտեք իր այդ հայտարարությունը։ Չէ ինքը հայտարարեց, որ Ուրեմն ասում է բոլորը տեք։ Հա, բոլորը տեք։ Եվ այդ ազգային ժողովին Որտեւ ինքը ուրիշ կերպ չի, ինքը հենց տենց է մտածում։ Ինքը հենց այդպես է ապրում։ Իր պատկերացումները ընդհանրապես այդպիսին են, հասկանում եք։ Այդ օրգանիկ բառը, ասենք, մի տեղից պեղել է, որ կծի, բայց չի կծվի, որտեվ լրիվ անհամատեղելի է։ Լեգիտիմությունը փաստորեն ընտրությունների ճանաչեցին երկու կողմերն է, քանի որ մանդատները վերցրեցին եւ գնալու են ազգային ժողով։ Մեկը մյուսին մեղադրում է, որ ինչու՞ չեք նորից ամեն դեպքում ձայների մասով նորից պետք է պայքարել, եթե լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյանը ընդ որում փողոցեր չէ հրավիրում այն մարդկանց, ովքեր վստահ են, որ իրենց ձայները գողացել են եւ պատրաստ էր։ Բայց ինքը չի կարողանում մի մարդու խոսքը տանի, փողոց հրավիրված մարդկանց ոնց պետք է տանի։ Երբ փողոց հրավիրում, որ ջարդ կազմակերպեն, այսինքն ոնց որ հունիսի 12-ին եղավ նախանցյալ տարի, հիշում եք, չէ՞ որ հենց ազգային ժողովի ամբիոնից բռնություն էր քարոզում։ Ինչպիսի ազգային ժողով ենք ունենալու։ Փաստորեն դեմքերը Հա, գիտեք, ես ընդհանրապես ազգային ժողովը իմ միտքը չի զբաղեցրել։ Հենց մենք ազգային ժողովը իրանց համար մի բեմահարթակ էր, որտեղ ով ում ինչ ուզում հայհոյում ու սպառնում էր, եւ ծեծում էին, հիշում եք, Վահագն Ալեքսանյանը քացով խփում էր, ինչ որ այդ բաները կան, մինչեւ այդ լուսանկարները կան, այսինքն այնտեղ ուժեղացրած բան էին բերել, որ ոնց են կոչվում այդ ջոկատայիններ, որ այնտեղ իրենց այսինքն Հայաստանում անվտանգության աշխատակիցներ։ Հա, Հայաստանում մենակ իրանք են պաշտպանված այդ ձևով, էլի ուժայիններով, որևէ մեկը պաշտպանված չի Հայաստանում։ Դու չես կարող, ամեն ինչ անցնում է Նիկոլի միջով, այսպես ինքն է բոլոր հարցերը որոշում։ Եվ ասում եք ազգային ժողովը ձեզ հետաքրքիր չէ, բայց չէ որ գիտեք ինչ, որովհետև իմ տպավորությամբ այդ նույնն է, ընդդիմություն եւ իշխանություն։ Հասկանում եք, եթե կառավարվում են եւ այդ կառավարող ուժը իրենց համար ավելի բարձր է, քան իրենց երկիրը, իրենց հայրենիքը, ասենք, ոնց կարող է դա քեզ հետաքրքրել, դու չես տեսնում ոչ մի լույս։ Դու չես տեսնում, որ այս երկրի շահերի համար մեկը առաջ է տալիս այս երկրի շահերը։ Բայց նույնիսկ ասում է հայ ըմբիշեր, չէ, որ հաղթեց թուրք կամ ադրբեջանցի ըմբիշին, ասում են չի այդպես գրում։ Այսինքն, բայց բոլորն են այդպես գրում, ասենք, չգիտեմ, ուզբեկը հաղթեց ճապոնացու, այսինքն նշվում է վերնագրերում եւ միջազգային մամուլում էլ է այդպես, միշտ երկրները նշվում է, բայց ուզում եմ ասեմ, այդտեղ մեր շահերը նույնիսկ ոտնատակ դրվի, որ ինչի պետք է
պաշտպանված են ադրբեջանցիների բոլոր իրավունքները Հայաստանում։ Դուք գիտեք, հիմա էլ արգելել են ռազմահայրենասիրական տեքստեր դպրոցներում, անդադ կարդում եմ այս 2 օրը եւ Ռազմագիտության դասաժամը պետք է փոխարինվի։ Հա, դե տենց են հայտարարում, որ ուզում եմ ասել, այդ ընդդիմությունը ինչ էր անում, քանի որ տենց խիստ կառավարվում են, ինչքան չափի մեջ են իրանք չեն կարող։ Նկատի ունեք 2 կողմերն է կառավարում են, ինչպես ասում են, մեկը Ռուսաստանի կողմից, մյուսը Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Դե կարծում եմ, որ ռուս-թուրքական բանից ազդեցությունը հենց կա Նիկոլ Փաշինյանի իրանց վրա էլի, այնպես չի որ երկուսն էլ նույն տեղից կառավարվող ու նույն որտեղ Հայաստանը պետք է չլինի, էլի։ Բայց իրանց գիտեք ինչ, չգիտեմ, ես հավատում եմ, որ մի ուժ կծնվի։ Արտահերտ ընտրություններ կլինեն։ Պետք է ծնվի այդ ուժը, մի երրորդ ուժ, այս բոլոր ուժերը, որ մենք տեսանք, ճիշտ է, նոր ուժեր էլ կային, որոնք ոչ մի բանի չհասան այս ընտրություններում։ Նողկալի ընտրություններ էին ինձ համար, այդ հայոյանքի, այդ բանի մթնոլորտում ես չեմ կարողանում։ Գիտեք, նախկին բաների ժամանակ ոչ թե հետընտրական, այլ նախընտրականները էլի սրտներովս չիտեմ, բայց սենց վիճակ, ձերբակալություններ, կալանավորումներ, մեղադրանքներ, եւ մոռացա մի բան էլ ավելացնեմ Մարի ջան, այդ բանը, ընտրակաշարքի բաժանումները Եվ մինչև օրս մի հատ դատական ակտ չկա, որ ընտրակաշարքա բաժանում։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դրա մասին խոստովան է։ Տիկին Ալեքսանյան, տեսեք, մենք խոսեցինք աշխատողների իրավունքների մասին, փաստորեն բանից պարզվում է, որ Օլիմպիավանո, եթե հիմա փակ է եւ այնտեղ հնարավոր չէ մարզումներ կատարել, այնտեղ նաեւ երեխաների իրավունքներն է ոտնահարվում, որտեղ հիվանդ երեխաների համար հատուկ այնտեղ պարապմունքներ կան, որ բժիշկների նշանակումներով պետք է արվի հիմա փաստորեն երեխաների մասին։ Ես մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ անգամ մեկ շաբաթ չկա, Ազատություն ռադիոկայանը մի հրաշալի նյութ էր պատրաստել Սուսան Բադալյանը, որ ճամբար է տանում սոցիալապես անապահով երեխաներին եւ ինքը այցելել էր ճամբար եւ մի խայտարակություն թե ոնց են վարվում այդ երեխաների հետ սնունդից սկսած, որ ասենք մի երեխան մամայի հետ խոսելիս ասում է, այսօր մեզ շատ հաց էին տվել, հացի մասին է խոսքը, այսինքն ոչ լողանալու պայմաններ, ոչ բան, ես հիմա վերադառնամ էլի այդ երեխաների իրավունքներին, Փարկասու հաջորդ օրը փակել են, թե հանել են այդ երեխաները, հա, չեն լողանում, չգիտեմ, այդ հակահիգենիկ պայմաններ, այդ ինչ մոտեցում է ընդհանրապես Եվ նույն մի այդպիսի ռեպորտաժեր կար ծերանոցների մասին, կամ որ ասում են Գագիկ Ծառուկյանը 70 տարեկան, ասում են կապ չունի տարիքը, ունի, ինչու են երեխաները և ծերերը միշտ առանձնացվում, ինչ անış, հասկանալի է ոչ մեկին նկատմամբ չի կարելի բռնություն կիրառել, բայց եթե նա տարիքով մեծ է արդեն, կհաշվի նստես, դու նրա մեղադրանքը դեռ չես ապացուցել, այս իշխանության ամենազզվելի, անտանելի այդ արարքը նա է, որ անմեղության կանխավարկած գոյություն չունի։ Եվ իրանց այդ արբանյակներն էլ, գիտեք, որ խոսում են, ասենք Գոհար Գումաշյանի մասին ես գրառում եմ արել, որ դեռ մեղադրանքը չկա, իրա չի հաստատվել, 40 օրեկան երեխա ունի, դուք տեսնեք, թեման փոխվում է, ասում են ուրեմն որ երեխա ունի ինքը անմեղ է, բայց դու ասում ես մեղադրանքը չի հաստատվել, հիմնավոր կասկած չկա, հասկանում եք, հիմա այս օրինակները բերում եմ, որ այստեղի երեխաների եւ ծերերի մասին ով պետք է մտածի, Նիկոլ Փաշինյանը ընդունակ է, որևէ մարդու մասին մտածի, նրա տեսակն է այդպիսին, ու հիմա հատկապես որ հղպացած իշխանությունից Նա ոնց կարող է, նա որ մտածող լիներ, այդ երեխաները այդպիսի ճամբար կունենային, իսկ ինչու ունեին այդ ճամբարը։ Բայց ինչու եք դա ասում, որ չի մտածում, դպրոցները կառուցում, եթե մտածեր չի կառուցում, եւ ինչ երեխաների մասին է մտածում, որ գիտեմ, որ հարյուրավոր դպրոցներ են, գիտեք ինչ, ինձ համար շատ կասկածելի է իրանց այդ շինարարական գործունեությունը, շատ կասկածելի, բացի այդ շինարարական եւ որակներն էլ գիտենք, թե ինչպիսին է այդ կառուցվածքների
Բայց արդյոք այդ կառուցվածքներում արդեն այդ բարեկեցիկությունը եւ այլն մենք լսել ենք, տեսել ենք։ Ոնց կարող է մեր ժամանակներում վատ ապրող մարդուն անհավասարությունը պատկերացնում եք ինչ աստիճանի է, որ հատուկ աղքատների համար ճամբար գոյություն ունի։ Պատկերացնում եք, սա ողբերգություն է ուղղակի։ Այսինքն մեր երկրում ընդհանրապես կարեկցանքը, գթասրտությունը, իսպառ բացակայումը հանում են։ Չէ, ես առանձին մարդկանց նկատի չունեմ, այս քաղաքականությունից վարկը, որ թելադրում է իշխանությունը։ Այն ոնց էր ասում, որ 10,000 դրամ ավելացնենք, դուք ինչ պետք է անեք այդ փողը։ Ծաղրում էր, էլի, նսեմացնում էր թոշակառուներին։ Հիմա էլ տեսակ չէ, որ այն ապահովագրությունը դարավ 50%, դեղերը արդեն անվճար չի, եւ այլն եւ այլն։ Ու սենց անամոթավարի խափել, ստել։ Ուզում եմ ասել, որ այդ երեխան էլի, այս ամեն ինչ այդ երեխաների մասին է։ Օրինակ, ոնց կարող եք դες ճամբար պահել, որտեղ երեխաների չլողանան, որ հաց տալուց ուրախանան։ Դուք պետք է լավ ապրեք։ Չգիտեմ, էլի աֆրիկյան երկիր չենք դառել։ Շատ եմ ուզում, որ արթնանան, ինչ որ մի նոր ուժ ստեղծվի եւ մենք ազատվենք եւ այդ պարլամենտից եւ այս իշխանությունից, այս ամեն ինչից։ Գիտեք, ես չգիտեմ ճիշտ են արել թե չէ, որ մանդատները վերցրել են։ Ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Միայն մի բան կարող եմ ասել, եթե մարդկանց մեջ շատ լինի այդ փոփոխությունը, որ անդադ ասում էին, որ այդ փոփոխությունը արվի, դա կարվի առանց մանդատի եւ մանդատով, բայց այդ պետք է լինի քո մեջ, դա պետք է ներքին անհանգստություն լինի, ոչ թե քաղաքական շահեր, հարմարավետություն եւ այլն։ Ես այդ անկեղծությունը չեմ տեսնում, էլի։